Քաղաքացիների համար մենք նաև որոշակի համակարգեր ենք ստեղծել, որպեսզի երկարաժամկետում մեկ իրանք այս ծախսը կամ քիչ զգան կամ չզգան, կհիշեցնեք ոնց էր աշխատելու այդ համակարգը։ Իհարկե անպայման, առաջինը պարոն վարչապետ զինապահին ուղղվող գումարների կրճատումն է եւ դրանց խնայողությունները դեպի առողջության համապարփակ։ Դրա այս ձևակերպումն է պատճառը, որ նաև ասում է թե զինապահ հիմնադրամի հաշվին արվելու։ Հիմա այս պետքա պարզաբանենք, նախկինում մենք 2021 թվականին պատերազմից հետո հաշվի առնելով իրադրությունը վերլուծելով զինապահ հիմնադրամի պարտադիր վճարները ավելացրել էինք էականորեն, ինչպես պարզվեց նույնիսկ անգամներով, բայց հիմա տեսնում ենք նաև, որ զինապահ հիմնադրամը բավարար ֆինանսական միջոցներ է կուտակել, որպեսզի այդ միջոցների կառավարման արդյունքում գեներացված եկամուտները բավարարեն իր խնդիրները լուծելու համար։ Հիմա մենք քաղաքացիներին ասում ենք, սիրելի քաղաքացիներ, շնորհակալ ենք, որ այս ընթացքում այս բեռը վերցրիք ձեր վրա։ Հիմա մենք ըստ էության դարձնում ենք 1000 դրամ նախկինի նման, ոչ բոլորի համար։ Մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար վերադարձնում ենք նախկին 1000 դրամ մակարդակից։ Հիմա տարբեր աշխատավարձ ստացողների համար տարբեր էր, 1000 դրամից ավել ինչ կա, մենք ուղղում ենք արդեն անձի առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսավորմանը։ Հիմա եթե տարին 129,000-ը ամսական մեր գումարը գալիս է կլոր ասենք 11000 դրամ։ Այո։ Հիմա եթե եկեք ենթադրենք հիշում կան ձեր մոտ թվերը, ասենք սկսենք ամենացածր նիշից 200,000 դրամ ստացողը հիմա զինապահ հիմնադրամին ինչքան է վճարում։ Հիմա վճարում է 5500 դրամ։ 5500 դրամ։ Հիմա այդ նշանակում է, որ 4500 դրամ մենք կարողանում ենք ուղղել առողջության իր ապահովագրությանը։ Տակը մնում է որոշակի գումար 6500։ Հաջորդ ուղղությունը պարոն վարչապետ սոցիալական կրեդիտների հնարավորությունն է։ Համընդհանուր հայտարարագրում։ Այո։ Եվ այս մասով էլ 200-ից 500,000 դրամ ստացողների համար, պարոն վարչապետ, ձեր հանձնարարությամբ նաև փոխել ենք սոցիալական կրեդիտների տարեկան չափի հնարավորությունը առողջապահության ուղղությամբ եւ ամսական թույլ ենք տալու 6000 դրամ հետ ստանալ սոցիալական կրեդիտներից։ Այսինքն այստեղ 4500 դրամ եւ 6000 դրամը ըստ էության ծախսը այդ բեռը քաղաքացին չի զգալու։ 500 դրամ է վճարում։ Այո, քաղաքացին 500 դրամ է վճարել։ Ու նաև էս էր պատճառը, որ մենք որոշեցինք այնուամենայնիվ 2026 թվականի համար քաղաքացիներին այլ բանաձև առաջարկել, որովհետև օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով համընդհանուր հայտարարագրման համակարգի ծավալները մենք եւ համակարգը փոխեցինք, դրա մասին խոսել ենք եւ մյուս տարի արդեն այս տարվա հայտարարագիրը ներկայացնելով քաղաքացին հնարավորություն կունենա 6000 դրամ ամսական սոցկրեդիտը հետ ստանալ եւ կստացվի, որ ամիսը առողջապահության ապահովագրության համար վճարում է 500 դրամ։ Այո, պարոն վարչապետ։ Եվ դրա դիմաց ստանում է 129,000 դրամանոց փաթեթ, որը էս էլ շատ կարևոր է, որի փոխհատուցման չափը 129,000 չէ, այլ կարող է հասնել մի քանի միլիոն դրամի մեկ վիրահատության կամ մեկ միջամտության համար։ Իհարկե դա էլ ասեմ, որ Տիկին Ամանեսյան այնուամենայնիվ հույս ունենք եւ մաղթում ենք մեր քաղաքացիներին, որ նրանք առողջապահության ապահովագրության ծառայություններից հնարավորինս քիչ օգտվելու առիթ ունենան, այսինքն առողջ լինեն։ Այո, կարող է լինել դեպք, երբ որ մարդը տարվա ընթացքում եւ տա Աստված, որ մարդը տարվա ընթացքում որևէ բուժում ստանալու անհրաժեշտություն չունենա։ Եվ այդպիսի դեպքեր կլինեն, բայց դուք խոսեցիք նաեւ վաղ հայտնաբերման եւ կանխարգելման մասին։ Սա նշանակում է, որ սկրինինգային ծրագրեր են լինելու, որոնք
պարտադիր են լինելու մարդու համար, այսինքն բոլոր դեպքերում մարդը ինչ որ ծառայությունից օգտվելու է Պիտի ստանա, պարոն վարչապետ, եւ այդ մշակույթն էլ, որ մենք չսպասենք հիվանդության հասնելուն, Չէ, ես ուզում եմ հասկանալ, Այո. այս փաթեթը, հիմա ես փաթեթի շահառու եմ, ինձ գալու է ազդակ, որ դուք պետքա մի հատ ստուգում անցնենք կամ ինչպես check-up են ասում, ինչպես ընդհանրած ասել, հենց մի հատ պիտի ստուգենք մեր առողջության մասին տեղեկություն ստանանք եւ համակարգը եւ քաղաքացի։ Այո։ Այսինքն դա փաթեթի մեջ է մտնում։ Այո, դա տարեկան մեկ անգամ այդ check-up-ը անցնելը եւ նաեւ ըստ տարիքի եւ սերի սկրինինգային ծրագիր անցնելը դառնալու է պարտադիր եւ ապահովագրության փաթեթը ակտիվանալու է ամեն հաջորդ տարի, եթե նախորդ տարվա տվյալ անձին համար սահմանված այդ փաթեթը նա անցել է եւ կարողանալու է հաջորդիվ օգտվել։ Իսկ եթե չի անցել, իսկ կարող է չանցնել։ Եթե չի անցել, ապա կհերթագրվի, կգնա, կանցնի, հետո նոր կակտիվանա եւ սա է նաեւ ապահովագրության սկզբունքը, որ խրախուսի ճիշտ վարքագիծ մարդկանց իրենց առողջության մասին հոգ տանելու։ Առնվազն հիմա ով է գնում տենց, եթե մարդը բողոք չի ունենում, չենք էլ գնում ստուգման։ Եվ դա այդքան էլ լավ չի, որովհետև հիմա փառքաստու տեխնիկան այնքան զարգացել է, որ նույնիսկ այդ նախնական էտապում հիվանդությունները կարելի է տեսնել արդեն, որ զարգանում է, եւ այդ դեպքում եւ քաղաքացու եւ բուժառուի համար եւ համակարգի եւ պետության համար այդ հիվանդության կանխարգելումը երբեմն կարող է տասնյակ անգամներով ավելի էժան եւ հեշտ լինել Եվ արդյունավետ։ Եվ արդյունավետ։